Կառավարությունն այսօր որոշեց ԴՀԿ ծառայության համար գնել 20 ավտոմեքենա, այսպիսով կառույցի ծառայողական մեքենաների թիվը հասցնելով 54-ի։ Գործադիրի նիստում նման առաջարկությամբ ներկայացած Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հետևյալ կերպ բացատրեց լրացուցիչ ավտոմեքենաներ ձեռք բերելու անհրաժեշտությունը։ Ոչ թե կոնկրետ անձի սպասարկման համար է հատկացվում, այլ ծառայությանն է հատկացվում, կոնկրետ տարածքներին տրամադրվում է ծառայությանը, նկատի ունենալով աշխատանքային արդյունավետությունը, Նախարարը մանրամասնեց 2005 թվականի համեմատ 2014-ին ԴՀԿ-ում հարուցված կատարողական վարույթների թիվը ավելացել է գրեթե 6 անգամ եւ այս որոշմամբ ծառայության յուրաքանչյուր ստորաբաժանմանը կհատկացվի առնվազն 1 ավտոմեքենա։ Թե ինչ մակնիշի մեքենաներ են գնվելու ԴՀԿ ծառայության համար եւ Հայաստանի հարկատուներին որքան կարժենա այդ ձեռքբերումը, այսօր Արդարադատության նախարարությունից Ազատությանը փոխանցեցին, որ այս հարցերի պատասխանը պարզ կլինի, երբ կառավարության այսօրվա որոշումը ուժի մեջ մտնի եւ հստակեցվի, թե ինչ մոդելի ավտոմեքենաներ են ձեռքբերվելու։ Հայտնի է, որ գալիք տարվա պետբյուջեի եկամուտները գրեթե 8.5 միլիարդ դրամով պակաս են լինելու այս տարվա պետական բյուջեի եկամուտներից եւ նման պայմաններում իշխանությունները որոշել են 2016-ին եւս 83 ավտոմեքենայով ավելացնել ծառայողական ավտոմեքենաների ընդհանուր թիվը, այն հասցնելով 1072-ի։ Գործադիրի նիստի օրերին կառավարության շենքի դիմաց կարելի է տեսնել հարկատուների հաշվին գնվող, սպասարկվող թանկարժեք մեքենաները, որոնցից օգտվում են ոչ միայն նախարարները, տարաբնույթ գերատեսչությունների ղեկավարները, այլև նրանց տեղակալները, իսկ երբեմն էլ տեղակալների տեղակալները։ Այսօր օրինակ հանդիպեցինք նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալաքյանին, ով դուրս եկավ կառավարության շենքից ու նստեց Toyota մակնիշի իր ծառայողական ավտոմեքենան։ Չեմ կարող ու օգտվում եմ, մետրո եմ նստել։ Շատ լավ։ Քիչ անց հանդիպեցինք Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանին։ Նրան սպասարկում է Nissan մակնիշի ծառայողական ավտոմեքենան։ Կարծում եմ դա է թեման չէր, որ այսօր դառնար այդպես քննարկման շարժման թեմա։ Ինչ մնում ես մեքենային, ես ամբողջ օրը պատտվում եմ քաղաքում։ Բայց հասարակական Համեմատության համար ներկայացնենք հանրահայտ մի օրինակ։ 2008-ից Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը երթևեկում է հեծանվով։ It's absolutely wonderful cycle. And this I have to say is the most difficult machine I've ever tried to cycle on. Հայկական ժամանակի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանն ասաց, որ 2016-ի պետբյուջեով 1072 ծառայողական ավտոմեքենաների սպասարկման համար նախատեսված է 1.2 միլիարդ դրամ, բայց այս գումարի մեջ չեն մտնում վարորդների աշխատավարձերը։ Գևորգյանը համեմատություն տարավ Դանիայի հետ, ուր պետական բյուջեն մոտ 60 անգամ մեծ է հայաստանյանից, սակայն այդ երկրում կա ընդամենը 23 ծառայողական ավտոմեքենա։ Սա ծախսերի անարդյունավետ, մեղմ ասած անարդյունավետ ծախսերի ցցուն օրինակ է, ցավոք դա միակը չէ, պետական բյուջեի գումարները ծախսվում են ոչ նպատակային։ Մեր զրուցակիցը հետևյալ ձևով բացատրեց, թե հայաստանյան պաշտոնյաները ինչու չեն կարողանում հրաժարվել հարկատուների հաշվին իրենց սպասարկող թանկարժեք ավտոմեքենաներից։ Դե կարծում եմ, որ մենք շատ հինավուրց եւ մարդկության պատմության վրա շատ մեծ հետք թողած ազգ ենք եւ այդ երկրի նույնիսկ ամենացածր պաշտոնյան պիտի օգտվի ծառայողական մեքենաներից, որովհետեւ երբ որ մենք խաչքարեր էինք տաշում, Դանիայում նույնիսկ բանան չէին ուտում, որովհետեւ այդտեղ բանան չէր աճում։